Վահե Մակարյան, քաղաքական, բայց լրագրող։ Տիկին Վարդանյան, դուք ներկայացիք եւ ԵԽԽՎ բանաձևը եւ միջազգային իրավունքի նորմերը, դուք ունեք բացատրություն, թե ինչու են այսօր միջազգային կառույցները հայաստանյան տարբեր ՀԿ-ներ, տարբեր երկրներից ֆինանսավորվող այսպես անտարբեր քաղաքաբանտարկյալների խնդրին, որովհետև ես հիշում եմ, որ նախորդ իշխանության ժամանակ, երբ որ ինչ-որ մեկին քաղաքական պերսոնաժ նստեցնում են քաղաքական կամ ոչ քաղաքական, չգիտեմ, իրավական հիմնավորումներով, ամբողջ մամուլը եւ ՀԿ-ները, հատկապես արևմտյան կառույցները, միջազգային կառույցները ողողվում են այդ աղմուկ աղաղակով, որ Հայաստանում քաղաքաբանտարկյալներ կան, հասեք, փրկեք, տարան նստեցրին։ Նույն Նիկոլ Փաշինյանի քեյսը միջև հիմա նա ներկայացնում է որպես քաղաքաբանտարկյալ, հիմա չգիտեմ, օրինակ ձեր կարծիքը ինչպիսին է, այսօրվա չափանիշներով Փաշինյանը այն չափանիշներով, որոնցով որ ինքը նստեցնում է, օրինակ այստեղ կառավարության անդամների աթոռներին հայտնված մարդկանց, օրինակ ինքը այդ չափանիշներով քաղաքաբանտարկյալ համարվում է, թե կհամարվեր օրինակ ահաբեկիչ, տերորիստ, չգիտեմ, հանցագործ, խուլիգան։ Ձեր գնահատական այս մասով ու նաև ձեր այդ կարծիքը, թե ինչու այսօր միջազգային կառույցները եւ նրանց կողմից ֆինանսավորվող արևմուտքից հատկապես ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները չեն աղաղակում այս ամենի մասին եւ եթե դուք ձեր գործընկերները շփվում եք միջազգային ձեր գործընկերների հետ օրինակ ԵԽԽՎ-ում կամ այլ կառույցներում այս հարցերը ենթադրում եմ որ բարձրացնում եք իրենք ինչպիսի արձագանք են տալիս հատկապես ռետրոսպեկտիվ երբ որ նայում ենք նախորդ թիվ տեղի ունեցածի ֆոնին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մակարյան, շատ կարևոր եւ ճիշտ հարց եք բարձրացնում եւ թերևս նաեւ այդ հակափաստարկն է, որ բարբերաբար բերվում է իշխանականների կողմից, այդ հակափաստարկը բերվում էր նաեւ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ մեր կողմից ներկայացվում էր հայտարարությունը։ Այո, մենք ականատես ենք եղել, երբ միջազգային կառույցների կողմից աղմուկ եւ աղաղակ էր բարձրացվում ցանկացած գործով, որը ուներ քաղաքական ենթատեքստ եւ երևի թե նաեւ դա էր հնարավորություն տալիս նախկինում իրավապաշտպաններին շատ ավելի արդյունավետ գործել, որովհետեւ իրենք այլևս մենակ չէին մնում ոչ արդար դատական համակարգի հետ, բայց եւ նաեւ պետք է հիշեցնեմ, որ Փաշինյանը իր ելույթում հենց հատուկ շեշտադրում էր անում, որ երբ իր դատավարություններ ընթանում դատական դատարանի դահլիճում ինքը մշտապես տեսնում էր միջազգային կառույցների ներկայացուցիչների եւ դա ուրեմն իրեն արդարություն վերականգնելու այսպես ուժեղ հնարավորություններ տալիս, ինչը մենք այսօր բնականաբար չենք տեսնում։ Իմ գնահատմամբ դա պայմանավորված է այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներով եւ նաեւ եւս մեկ կարևոր հանգամանք պետք է նշեմ, որ հաճախ միգուցե նաեւ մեր կողմից պարկեշտություն է դրսևորվում միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության ներքին հարցերը, այսպես բաց քննարկման առարկա դարձնելու, որովհետեւ մենք սովորաբար նախընտրում ենք կամ փորձում ենք միջազգային հարթակներում ավելի բարձր պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, քան թե կա, բայց ես կարծում եմ, որ մենք այլևս կաշկանդված չպետք է լինենք այդպիսի մոտեցմամբ եւ միջազգային հարթակներում ավելի բարձր եւ ավելի մանրամասն ներկայացնենք ներքին իրավիճակը, այդ թվում նաեւ քաղաքաբանտարկյալների խնդիրը։ Բայց ես միևնույն ժամանակ բազմաթիվ շփումներից, իմ անձնական շփումներից ելնելով պետք է նշեմ, որ այդքան էլ լավատես չեմ, որ այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքաբանտարկյալների վերաբերյալ կլինեն միջազգային կառույցների զեկույցներ, որովհետև այդպիսին է այսօր աշխարհաքաղաքական վիճակը, բայց ուզում եմ վստահեցնել, որ աշխարհաքաղաքական վիճակի փոփոխության պարագայում, այս իշխանությունների փոփոխության պարագայում այդ նույն միջազգային կառույցները անդրադարձ են անելու այսօրվա քաղաքաբանտարկյալներին եւ այսօրվա քաղաքաբանտարկյալների կարգավիճակին։